Լուսաստը հասարակական կազմակերպությունը համագործակցելով Օքսիջեն հիմնադրամի հետ իրականացրել է դիտորդական առաքելություն և իրազեկման աշխատանքներ հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում։ Ծրագրի շրջանակում հավաքագրվել և վերապատրաստվել են հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք դիտորդական առաքելություն են իրականացրել Լոռու մարզի մի շարք ընտրական տեղամասերում։ Կազմակերպությունը նաև իրականացրել է կարիքների գնահատում, պարզելու թե ինչ ազդեցություն է ունեցել ծրագիրը մասնակիցների վրա և ինչ խնդիրներ դեռևս լուծման կարիք ունեն։ Գնահատման հիման վրա բացահայտեցինք, առաջարկություններ ստացանք մեր դիտորդներից և տրեյնինգների մասնակիցներից, որ իրենք ուզում են քվոտավորվեն տեղամասային ընտրական հանձնաժողովները։ Սա նշանակում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներից գոնե մեկ անդամ ընտրվի հաշմանդամություն ունեցող անձանցից։ Այսինքն, եթե դիմորդ լինի հաշմանդամություն ունեցող անձ, իրենց տրվի առաջնահերթություն։ Ծրագրի արդյունքում արդեն իսկ արձանագրվել են կարևոր ձեռքբերումներ, մշակվել է առաջնահերթությունների փաթեթ, որը ներկայացվել է համապատասխան պետական գերատեսչություններին։ Թեև այն դեռևս օրենքի ուժ չի ստացել, շահապաշտպան աշխատանքները շարունակվում են։ Ակնառու արդյունքներից է նաև այն, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում արդեն ընդգրկվել է հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացուցիչ։ Այդ ներկայացուցիչներից մեկն է Անի Հովասափյանը, նա ուսանող է, բանասեր, ակտիվորեն ներգրաված է հասարակական կյանքում և մասնակցում է տարբեր ծրագրերի։ Անիի խոսքով այս նախաձեռնությունը ևս բացառություն չէր։ Ընկերոջ խորհրդով նա ընդունել է աշխատանքի առաջարկը, մասնակցել համապատասխան դասընթացներին և ընդգրկվել տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում։ Աշխատել եմ դիմացի մոխցիվ երկու մշակույթի տանը և իմ հասարակումի անդամները թե քաշտուղարս, թե նախագահը շատ ջերմ ընդունեցին ինձ։ Ես հենց քվեարկության ժամանակ քաշեցի իմ գործառույթը, պետք է նստեի ցուցակների դիմաց և գտնեի մարկած ցուցակների մեջ։ Այդ գործը ինձ շատ դուր եկավ և շատ հեշտությամբ կատարեցի դա։ Ընթացքում եղան փոքր դժվարություններ կապված կողքի աշխատանքների հետ, օրինակ քվեաթղթերի բաժանում, ինքնասոսնձվող ջրաշմանիշի փակցնում և այլն։ Իմ հասարակումի անդամները, գոլեգաները ընդառաջեցին։ Անին նշում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման ուղղությամբ դրական փոփոխություններ կան, թեև ոլորտում դեռևս առկա են լուծում պահանջող խնդիրներ։ Տեղամասը փոքր-ինչ այդ առումով մի քիչ մատչելի չէր, քանի որ կային աստիճաններ, բայց քանի որ ներկայումս եղել են փոփոխություններ և հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ընտրել իրենց համար ընտրական տեղամասը, հիմնականում այնպիսի դեպքեր չեն եղել, որ մարդիկ խոչընդոտ հանդիսանում կան հենց մեր ընտրատեղամաս։ Անի Հովասափյանն իր օրինակով ցույց է տալիս, որ հաստատակամության, նախաձեռնողականության և սեփական իրավունքների պաշտպանության շնորհիվ հնարավոր է հաղթահարել առկա խոչընդոտները։ Նա կոչ է անում հաշմանդամություն ունեցող անձանց լինել ավելի ակտիվ, մասնակցել հանրային գործընթացներին և վստահորեն օգտվել իրենց իրավունքներից։ Ճիշտ այս տարի եղան շատ իրազեկման դասընթացներ, իրազեկման ակցիաներ, սակայն ընտրողների մեծ մասը ևս էլի չգնաց ընտրության, բայց պետք է խրախուսել, որ բոլորի դերը կարևոր է, բոլորի դերը կարևոր է իրենց քաղաքացիական կյանքի մեջ և ոչ միայն հետընտրություններում, այլ նաև իմ օրինակով ես կարող եմ ասել, որ եթե դուք ցանկանում եք ինչ-որ գործ կատարել, կարող եք դիմել պատասխան մարմինների և նրանք ձեզ ապայման կընդառաջեն և կգտնեն աշխատանք։